Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղևոնդյան։ Պարոն Ղևոնդյան, երեք վարչապետի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուխտերթը, որի ժամանակ վարչապետը կրկին հայտարարեց, որ այսօրվա եկեղեցու վերնախավը տեղավորվում է, այսպես ասած, աղանդավորական տրամաբանության մեջ, հերձվածի տրամաբանության մեջ եւ նորից հայտարարեց, որ պետք է եկեղեցին վերցնեն հերձվածից եւ վերադարձնեն ժողովրդին։ Նախ ընդհանուր առմամբ Ինչի մասին էր այդ ուխտերթը եւ ինչ է տալիս դա ընդհանուր գործընթացին։ Ինչպես հասկանալ նաեւ այս հայտարարությունները վարչապետի երեկվա։ Ես կգնահատեմ քաղաքական տեսակետից, քանի որ քաղաքականության մասնագետ եմ ես, նշեմ, որ սա հերթական փուլն է, որը կապված է Հայաստանի իշխանությունների եւ հայ-առաքելական եկեղեցու ներկայացուցիչների միջև կոնֆլիկտի հետ, հակասության հետ, իսկ այդ կոնֆլիկտը մտել է գործնական փուլ, կարելի ասել 1-2 ամիս առաջ, երբ վարչապետը հերթական անգամ սկսեց ակտիվ գործողություններ եւ մեկ տեսանք, որ ճեղքված կառաջացավ այս անգամ նաեւ եկեղեցու ներսում, խոսքը 10 բարձրաստիճան հոգեվորականների կողմից կաթողիկոսի հրաժարականի պահանջն է, քանի որ այդ պահանջը դեռևս հաջողությամբ չի պսակվել, գործընթացը շարունակվում է եւ գործընթացի հերթական փուլն էր այս սուրբծանձյան տոնակատարության օրերին տեղի ունեցածը, որի ընթացքում երկու առանձին քաղաքական բևեռները, ես եկեղեցու ղեկավարներին եւ այն մարդկանց, ովքեր կաթողիկոսի շուրջն են հավաքված, չեմ առանձնացնում քաղաքական դաշտից, որովհետեւ փաստացի ամեն ինչ սկսվել է նրանից, որ նրանք սկսել են քաղաքական գործունեություն իրականացնել եւ այս պահին այս երկու խումբը մարդկանց ներկայացնում են քաղաքական դաշտում գոյություն ունեցող երկու առանձին դերակատարներ։ Եվ այդ դերակատարների խմբերը կարելի է ասել մեկը մյուսին հարվածներ են հասցնում եւ փորձում են այդ հարվածների արդյունքում մեկը մյուսին հաղթել։ Այս գործընթացում սուրբծանձյան տոների ընթացքում տեղի ունեցածը կարելի է ասել, որ տեղավորվում է տրամաբանորեն Հայաստանի իշխանությունները վարչապետի գլխավորությամբ իրականացրեցին սուրբծանձյան տոնակատարության իրենց կողմից մշակված գործողությունները, որոնք ունեին քաղաքական ենթատեքստ եւ քաղաքական առումով հերթական հարվածներին հասցնում կաթողիկոսին եւ նրա շուրջ հավաքված հոգեվորականների եւ քաղաքական դերակատարների խմբին։ Միաժամանակ Էջմիածնում տեղի ունեցավ հակառակ գործընթացը, այն մարդիկ, ովքեր հավաքվել էին այնտեղ, քաղաքական հարված էին փորձում հասցնել Հայաստանի ներկա իշխանություններին։ Կա մի շատ կարևոր տարբերություն, տեսեք, մինչ այս ինչ որ ես ասացի, կարծես թե երկու համահավասար դերակատարների մասն է, բայց շատ կարևոր տարբերություն կա, որը փոխում է այս պատկերացումը եւ տրամաբանությունը ամբողջապես։ Դա այն է, որ իշխանության ներսում չկան մարդիկ, ովքեր դեմ են այս օրակարգում։ Եկեղեցու ներսում կան մարդիկ, ովքեր դեմ են կաթողիկոսի օրակարգին, այսինքն ճեղքվածքը կամ գիծը, որտեղ որ հատվում են այս երկու քաղաքական դերակատարների շահերը, գտնվում է եկեղեցու ներսում։ Այսինքն մի փոքր ավելի առաջ է իշխանությունների դաշտից, դեռ մի բան էլ եկեղեցու ներսում է գտնվում, ինչը նշանակում է, որ եկեղեցու ներկայացուցիչները ունեն շատ ավելի փոքր շանսեր հաղթանակի, քան իշխանության ներկայացուցիչները։ Այդքան շահեկան դիրքերում չեն։ Շահեկան դիրքերում են իշխանության ներկայացուցիչները, որովհետև իրենց հետ է եկեղեցու ներսում գործունեություն ծավալող հոգեվորականների մի մասը։ Եվ քաղաքական ռեալիզմի տեսակետից պետք է նշել, որ այստեղ շանսերը նվազագույն են, որ կաթողիկոսը կարող է դիմանալ եւ կարողանալ հրաժարական չտալ, չհրաժարվել գահից։ Իհարկե կա այստեղ մի կարևոր նկատառում, այդ կարևոր նկատառումը երևի կանխելով ձեր հաջորդ հարցերից մեկը այն է, որ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ եւ կաթողիկոսը հավանաբար հույս ունի, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանում քաղաքական իրողություններ են փոխվելու, ինչը կարող է նրա համար փրկություն դառնալ։ Այսինքն գործընթացը ձգձգվելու է մինչև ընտրություններ։ Հենց այդ է հարցը, որ հավանաբար Գարեգին II-ը փորձում է գործընթացը ձգձգել մինչև ընտրություններ։ Բայց մյուս կողմից հաշվի առնելով թե գործընթացը ինչպիսի ծավալում ունի եւ ինչպես է հետեւողականորեն զարգանում այս կոնֆլիկտը, ես նշեմ, որ հենց նույն քաղաքական ռեալիզմի տեսանկյունից շատ քիչ է հավանական, որ կստացվի մինչև ընտրություններ ձգձգել գործընթացը եւ սպասել ընտրությունների իրենց համար բարենպաստ ելքի։ Պարոն Ղևոնդյան, օրերս նաև հայտարարության տեքստ ընդունվեց, որի տակ ստորագրել են այդ նույն 10 եպիսկոպոսները, որոնք միացել են վարչապետի պահանջին կամ հակառակը վարչապետն է միացել նրանց պահանջին, եւ նաև համակարգող խորհուրդ ստեղծվեց, հրապարակվեց այն ճանապարհային քարտեզը, որով պիտի այդ նորոգման process-ը տեղի ունենա եւ կաթողիկոսի հեռանալուց հետո պիտի այդ գործընթացները համակարգվեն, բայց այնուամենայնիվ մենք անգամ այս հայտարարության տեքստից եւ այս հորդորներից հետո էլ մայրաթորից լսում ենք լրիվ հակառակ հայտարարություն
հայտարարություններ, Մայրաթորը շատ արագ արձագանքեց, որ սա հակասահմանադրական է եւ այս գործողությունները բերում են հերձվածի եկեղեցու եւ Ասողիկ Կարապետյանը իր հերթին հարցազրույց էր տվել եւ ասել էր, որ ամեն ինչ չափ ու սահման ունի եւ կաթողիկոսը կարող է գնալ նաեւ այլ քայլերի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ երկու կողմն էլ չեն պատրաստվում նահանջել։ Այո, երկու կողմերը չեն պատրաստվում նահանջել այս փուլում, բայց եկեք նորից կրկնեմ ես, որ ճեղքվածքը եկեղեցու ներսում է եւ ոչ թե եկեղեցի իշխանություն սահմանագծին, ինչը նշանակում է, որ կողմերից մեկի հաղթանակի դեպքում կողմերից մյուսը պարտվելու է, չի լինելու տարբերակ, որի դեպքում որ կան համաձայնության կողմերը, այսինքն կաթողիկոսը մնա եւ իշխանությունները այլևս չպահանջեն նրա հրաժարականը։ Այն ինչի մասին դուք նշում եք, որ եկեղեցու փաստացի ղեկավարը կարող է այլ գործողություններ իրականացնել ամեն ինչ չափ սահման ունի եւ այլն, սա եւս քաղաքական գործընթացում հարված հասցնելու տարբերակներից մեկն է, որը օգտագործում է փաստացի հայ առաքելական եկեղեցու այն խումբը, ովքեր դեմ են իշխանություններին։ Բայց այստեղ կա մի կարևոր նկատառում, որը պետք է անպայման հաշվի առնել։ Միայն հոգևորականները չեն, որ հավաքված են այս խմբում։ Այստեղ հավաքված են նաև մարդիկ, ովքեր եկեղեցու հետ իրենց առօրյա կյանքում ընդհանուր առմապարծություն չունեն, բացի այն, որ նրանք հայ առաքելական եկեղեցու հետևորդ են, բայց ունեն քաղաքական հստակ դերակատարում եւ քաղաքական հստակ շահեր։ Խոսքը ռուսամետ ընդդիմադիրների մասին է, ովքեր փորձում են շատ դեպքերում, ոչ բոլորը իհարկե, բայց նրանց մեծ մասը փորձում են պարազիտանալ բոլոր այն կոնֆլիկտների շուրջ, որոնք տեղի ունեն իշխանությունների եւ որևէ դերակատարի միջև։ Կար ժամանակ, երբ այդ դերակատարը կարող լինել Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը, եւ փորձում էին պարազիտանալ նրա շուրջ, նրան թույլ չտալ, այսպես ասենք, կամ համոզել, կամ գայթակղել, կամ ինչ որ կերպ սպառնալ, եթե դրա հնարավորությունը կա, որպեսզի նա հեռանա իր դիրքից եւ ընդհակառակը փորձել նրա միջոցով խափանել իշխանությունների որոշ ծրագրեր։ Եկեք հիշենք, որ Արմեն Սարգսյանին անդադ կոչ էին անում ինչ-որ բան չստորագրել, ուղարկել սահմանադրական դատարան, ինչ-որ օրենքներ եւ այլն։ Կար ժամանակ, երբ այդ խնդիրը Արցախն էր, կար ժամանակ, երբ այդ խնդիրը, որի շուրջ կարելի էր պարազիտանալ սահմանազատման, սահմանագծման գործընթացներ, հայ-ադրբեջանական հարաբերությունները ընդհանրապես հավերժական առիթ են, որտեղ կարելի է պարազիտանալ։ Եվ հիմա էլ շատ հարմար առիթ է պարազիտանալու Հայաստանի հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների միջև կոնֆլիկտը եւ բնականաբար Գարեգին II-ի հեռացումը նրանց պլանների մեջ չի մտնում։ Նրանց շահերին չի համապատասխանում։ Իսկ իրենք ստիպում են, հորդորում են, համոզում են, որ եղանակով են փորձում գնալ։ Այսինքն ինչպես են փորձում Գարեգին II-ին պահել այդ դիրքը։ Ես չունեմ տեղեկատվություն, բնականաբար, արդյոք նրանք ինչ մեթոդներ ունեն Գարեգին II-ի վրա ազդեցություն գործելու։ Գուցե ունեն կոմպրոմատներ, ես չգիտեմ դրա մասին։ Գուցե չունեն կոմպրոմատներ, բայց կարողանում են գայթակղել Գարեգին II-ին, հայտարարելով թե տես ժողովուրդը քո կողմից է եւ այլն, եւ սրա մասին է խոսում օրինակ այն, որ Գարեգին II-ը երբ վերադարձել էր, եթե չեմ սխալվում, Ռուսաստան կատարած իր այցից, Ֆրանսիա կատարած այցից ներողություն, երբ վերադարձել էր օդանավակայանում նա ժողովրդին էր փնտրում, այսինքն գուցե նրան համոզել էին, թե ժողովրդի մի մեծ հատված քո կողմնակիցներն են, հեսա կտեսնես, ինչպես են նրանք դուրս գալու փողոց, ինչպես են քեզ պաշտպանելու եւ այլն, եւ նա փնտրում էր այդ հատվածին օդանավակայանում, բնականաբար չգտավ, քանի որ իրականությունը այլ է, չկա այդպիսի բան։ Բայց գուցե այդ մարդիկ կարողանում են համոզել Գարեգին II-ին, որ կա այդ ժողովրդի քանակը։ Գուցե այդ մարդիկ կարողանում են դրսի աջակցությամբ, տվյալ դեպքում Ռուսաստանի աջակցությամբ Գարեգին II-ին ինչ-որ բան խոստանալ։ Գուցե այդ մարդիկ կարողանում են նրան խոստանալ, որ հունիսին քաղաքական իրավիճակը փոխվի, ինչի մասին ես արդեն ասացի, եւ Գարեգին II-ը հույսը դրել դրա վրա։ Մենք իրականում չգիտենք, թե որն է նրանց գործիքակազմը, որի միջոցով որ նրանք կարողանում են Գարեգին II-ին պահել դեռևս իր դիրքում։ Բայց մյուս կողմից էլ պետք է նշել, որ նրանց հնարավորություններն էլ անսահմանափակ չեն, առավել եւս որ հոգեվորականության շրջանում քայլ առ քայլ կարելի է ասել նվազում են Գարեգին II-ի կողմնակիցները, ինչը նշանակում է, որ կգա մի պահ, երբ հնարավոր է Գարեգին II-ը մնա միայնակ ասելով ես նկատի ունեմ նաև այն 3-4 ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող հոգեվորականներին, որոնցից որոշները բանտարկված են, որոշները դեռևս բանտարկված չեն, եթե ինչ-որ մի պահի Հայաստանի իշխանությունները տեսնեն, որ կա հնարավորություն նրանց բանտարկելու, կբանտարկեն նաև նրանց, քանի որ քաղաքական խաղի տրամաբանությունը դա է հուշում։ Եվ այդ դեպքում, երբ նա կմնա մենակ միայն այս մարդկանց աջակցության շրջանակներում, հոգեվորականության մեջ միևնույն է ռուսամետ ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները արդյոք չեն տալու։
Այսինքն անթակույց է, որ եկեղեցին կամ ավելի ճիշտ եկեղեցու վերնախավը Գարեգին բայի այսպես մասնակցությամբ ուղիղ քաղաքականությամբ է զբաղվում հիմա եւ սա քաղաքական process է։ Ամբողջ գործընթացն է սկսվել դրանից։ Ամբողջ գործընթացը սկսվել է նրանից, որ հայ առաքելական եկեղեցու առաջնորդը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, որից հետո հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան որոշ հոգևորականներ սկսել են քաղաքական գործունեություն։ Եթե ես կարծում եմ, եթե այդ կոչը չլիներ, եթե Բագրատ Գալստանյանի այդ շարժում այս ասվածը չլիներ, եթե Միքայել Աջափահյանի հայտարարությունները չլինեին, մեծ հավանականությամբ այս կոնֆլիկտը ընդհանրապես տեղի չէր ունենա։ Այսինքն, տեսեք, տեղի ունեցել սահմանադրության խախտում։ Սահմանադրությունը խախտել է հայ առաքելական եկեղեցու վերնախավը։ Ինչպես է խախտել։ Քանի որ սահմանադրությունը կրոնական կազմակերպությունների եւ պետության անջատ լինել է ենթադրում կամ ուղիղ կերպով պահանջում է որ անջատ լինեն, կոնկրետ կրոնական կազմակերպություն հայ առաքելական եկեղեցին խախտել է այս դրույթը։ Նա մտել է քաղաքականություն իր ներկայացուցիչների միջոցով, թեև մի պահ հասկանալով որ սահմանադրությունը խախտում հայտարարեցին, թե Բագրատ Գալստանյանը սառեցնում է իր ծառայությունը, բայց փաստացի չկա որևէ իրավական հիմք այդ սառեցման եւ քաղաքական գործունեություն իրականացնելու եւ ստացվել է որ մտնելով քաղաքականություն նրանք հարվածել են քաղաքական ուժի։ Կարևոր չէ այդ ուժը իշխանություն ունի այսօր չունի իշխանություն, եթե իրենք մտնեին եւ հարվածեին ինչ-որ մի կուսակցության, որը ընդհանրապես խորհրդարանում ներկայացված էլ չէ, սпасելի էր որ կլինի պատասխան հարված։ Նրանք հարվածել են իշխանություն ունեցող ուժին եւ կանխատեսելի էր եւ պետք է հասկանալի լինի, որ իշխանություն ունեցող ուժը պատասխան հարված է հասցրել եւ շարունակում է հասցնել։ Իսկ մտնել քաղաքական դաշտ եւ քաղաքական գործընթացների մեջ փորձել պաշտպանվել սեփական հոգեվորականի այդ տեղով, դերով ներկայացվածությամբ, սա նշանակում է չհասկանալ ուղղակի քաղաքական իրողությունները։ Պարոն Ղևոնդյան, մեկ այլ դիլեմա էլ կա։ Ի սկզբանե թե այդ նույն քաղաքական շրջանակները, որոնց մասին խոսում եք եւ որոնք հիմա փրկում են, այսպես ասած, ճակերտավոր մայրաթոռը հարձակումից ենթադրյալ, նույն շրջանակները ասում էին մի խառնվեք եկեղեցու գործերին, եկեղեցու ներսում իրենց հարցերը իրենք կլուծեն։ Հիմա նույն եկեղեցու ներսում գործընթաց կա, բայց սպասավորները, օրինակ նույն Ասողիկ Կարապետյանը ասում է կապ չունի 10 եպիսկոպոս, թե ավել քանակով եպիսկոպոսներ կպահանջեն կաթողիկոսի հրաժարականը, կաթողիկոսը միևնույն է չի հեռանալու, այսինքն դա իրականություն չի դառնալու։ Այսինքն ինչպես հասկանալ նաև այս դիլեման, այս ընտրովի մոտեցումը, երբ մի դեպքում ասում էին, որ մի խառնվեք մեր գործերին, դա եկեղեցու գործն է, անգամ եթե ներսում կանոններ է խախտվել։ Եթե ներսում դրա հետ բոլորը հաշտեն, ուրեմն ամեն ինչ կարգին է, հիմա երբ արդեն ներսից process կա, ասում են կապ չունի, քանի եպիսկոպոս է պահանջում հրաժարականը, կաթողիկոսը չի հրաժարվելու։ Ինչպես հասկանալ։ Երկու տարբեր հիմքեր եւ պատճառաբանություններ կան, դրա համար պետք է առանձին անդրադառնալ։ Այն օրինակը, որ դուք բերեցիք, Ասոյիկ Քահանայի խոսքը այստեղ կոնկրետ հոգևորականների եւ եկեղեցու կանոնադրության մասին է, որտեղ այո, իսկապես հնարավոր է, որ բոլոր եկեղեցականները պահանջեն, բոլորը ընդ որում տառացիորեն պահանջեն կաթողիկոսի հրաժարականը, բայց նա չհեռանա, սա տեսականորեն։ Իրականում այդպիսի բան չի լինում եւ մեր պատմությունը ապացուցել է բազմաթիվ օրինակներ կան, երբ կաթողիկոսը կամ հեռացել է կամ բռնի կերպով է հեռացվել իր գահից, եղել է օրինակ, երբ կաթողիկոսը փորձել է քաշվել Հայաստանի մեկ այլ հատված եւ այնտեղ շարունակել կառավարել, բայց դա իրեն չի հաջողվել։ Եվ գործնականում կարելի է ասել, որ այս դրույթը, թե կապ չունի թե քանի հոգի են պահանջում միևնույնն է նա չի հեռանալու, ընդհանրապես տեսական նշանակություն ունի եւ Ասոյիկ Քահանայի այդ հայտարարությունը կմնա որպես հայտարարություն այն պահին, երբ եպիսկոպոսների քանակը բավարար կլինի, որպեսզի կաթողիկոսը հեռանա եւ նա կհեռանա։ Մյուս մասը, որին անպայման պետք է անդրադառնալ, դա այն մարդիկ են, ովքեր հոգևորականներ չեն եւ նման հայտարարություններ անում են, նմանատիպ հայտարարություններ անում են քաղաքական տրամաբանության մեջ։ Դրանք այն մարդիկ են, որոնց ես ներկայացնելով ասացի, որ պարազիտանում են կոնֆլիկտի հիման վրա։ Այդ մարդիկ այո, այն ժամանակ երբ հոգևորականների մասին խոսք չկար, խոսում են այն մասին, թե պետք չէ խառնվել եկեղեցու գործերին, իսկ հիմա ընդհակառակը հայտարարում են, թե այդ մարդիկ, այդ եկեղեցականները դավաճան են եւ իրենք են խառնում փաստացի եկեղեցու գործերին։ Այստեղ խնդիրը տեսական չէ, այստեղ խնդիրը զուտ գործնական շահային դաշտում է գտնվում, ինչպես ասացի։ Այս պահին իրենց այսպես է ձեռք տալիս, այսպես են հայտարարում։ Իրենց անհրաժեշտ է, որպեսզի կոնֆլիկտը շարունակվի տեղ ունենալ, իրենց անհրաժեշտ է, որպեսզի Գարեգին II-ը մնա եւ շարունակի պայքարել Նիկոլ Փաշինյանի դեմ կամ իշխանության այլ ներկայացուցիչների դեմ, եւ նրանք խոսում են դրա մասին։ Ես ցանկանում եմ մի շատ հետաքրքիր կանխատեսում անել։ Եթե հանկարծ
ստացվի այնպես, որ Գարեգին II-ը փոխի իր քաղաքական տրամադրությունները եւ սկսի պաշտպանել Հայաստանի իշխանություններին, այդ մարդիկ սկսել են խոսել Գարեգին II-ի դեմ, որովհետեւ այդ մարդկանց համար կարևորն այն է, որպեսզի իշխանություններին քննադատեն։ Ով իշխանությունների կողմից է, իրենց դեմ է, ով իշխանությունների դեմ է, իրենց կողմ է։ Մոտավորապես իմ թշնամին իմ բարեկամն է տրամաբանության մեջ։ Այսինքն Գարեգին II-ը եթե քաղաքական հայացքները փոխի, կփոխվեն նաև ընդդիմադիրների այս տրամադրությունները։ Բազմաթիվ դեպքերում մենք տեսել նման դրսևորումներ, երբ մարդիկ են եղել, ովքեր եղել են այս իշխանությունների կողմնակից, հետագայում սկսել են ընդդիմադիր հանդես գալ եւ այդ դաշտից շատ-շատերը այս մարդկանց ուղղակի մեծարել են եւ հայտարարել են, թե նրանք վերադաստիարակվեցին կամ դարձան ինչ-որ կարող եմ մեկ օրինակ բերել, օրինակ ՀԱԿ-ի շարքերում կան մարդիկ, ովքեր քաղաքական տրամաբանությունից դուրս ինչ-որ բաներ են անում, բայց այդ մարդիկ դարձել են երկրպագում են հենց ՀԱԿ-ի ներկայացուցիչներին։ Եվ մյուս կողմից հակառակը եղել են մարդիկ, ովքեր առաջին հայացքից ընդդիմադիր են եղել Հայաստանի ներկայ իշխանություններին եւ մեծարվել են հենց այդ մարդկանց կողմից, այդ պարազիտացողների կողմից։ Հանկարծ երբ նրանք տեսել են, որ ինչ-որ քայլի վերաբերյալ դրական են արտահայտվում, անմիջապես սկսել են նրանց բարսավել։ Եվ քանի որ շատ կարևոր բան ասացիք, որ Գարեգին II-ը հույսը հիմնական հույսը կապում է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների եւ այդ ընտրություններով պայմանավորված արդյունքների հետ, հասկանանք թե ընդդիմադիրները ինչի հետ են իրենց հույսը կապում, որովհետեւ մեկ այլ քննարկման թեմա են ընդդիմադիրները, վերջին շրջանում մենք այսքան հավատացյալ ընդդիմադիրներ դեռևս չէինք տեսել, որ ամեն Կիրակի գնան մայրաթոռ, աղոթեն, երեք էլ տեսանք թե ինչպիսի հետաքրքիր տեսարան էր խաչքավորության այսպիսի էին ստանձնել շատերը, Մարուքյանը, Վանեցյանը, Սեյրան Օհանյանը, հետաքրքիր դրվագներ էին, կարծում եմ, քաղաքական առումով էլ տեսանք այն, ինչ դեռ չէինք տեսել, բայց ամեն դեպքում ինչով է սա պայմանավորված։ Այս մարդիկ պարզապես դարձել են շատ հավատացյալ, թե նախընտրական այս շրջանում իրենց հույսը կապում են Աստծո հետ։ Ես չեմ կարծում, որ Վանեցյանը, Մարուքյանը, Սեյրան Օհանյանը կամ այդ մարդկանցից շատ-շատերը, ովքեր այնտեղ են գնացել, կարծում են, թե դա իրենց հնարավորություն կտա ինչ-որ էական քաղաքական դիվիդենդներ շահել։ Նրանց գնալը կապված է նրա հետ, որ իրենք ունեն որոշակի կենտրոններ։ Այդ կենտրոններն են Ռոբերտ Քոչարյանը կամ նրա որդին։ Այդ կենտրոններն են մեր ձևով շարժման երիտասարդը, որը կապված է Սամվել Կարապետյանի հետ, այդ կենտրոններից եւս մեկն է Սերժ Սարգսյանը եւ նրա շրջապատը, եւ այդ կենտրոնները նրանց ուղղորդում են գործողություններ իրականացնել, որոնք կարող են այդ կենտրոնին բերել որոշակի քաղաքական դիվիդենդներ։ Իհարկե խոսքը չի գնում այն մասին, չեմ կարծում նրանք այնքան միամիտ են, որ կարծեն թե կկարողանան 2026 թվականի հունիսին իշխանություն ձեռք բերել, բայց խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինել երկրորդը, սա եւս շատ մեծ հաջողություն է։ Ընդ որում սա հաջողություն է ոչ թե Հայաստանի քաղաքական, ոչ միայն Հայաստանի քաղաքական դաշտի համար։ Սա հաջողություն է նաեւ առաջին հերթին Ռուսաստանից եկող ռեսուրսներից չկտրվելու համար, որովհետեւ մեկ բան է, երբ քաղաքական ուժը ընդհանրապես խորհրդարանում ներկայացված չէ եւ ցանկանում է աշխատել ռուսական որոշ ներկայացուցչությունների հետ, կոնկրետ Կրեմլի հետ եւ ցանկանում են այդ շարունակել ստանալ ռեսուրսներ, ոչ միայն ֆինանսական, բայց նաեւ ֆինանսական ռեսուրսներ։ Մեկ այլ բան է, երբ նա կարողանում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում դառնալ ինստիտուցիոնալ ընդդիմադիր եւ դրանից հետո է փորձում աշխատել նույն այդ կենտրոնների հետ։ Տեսեք, այստեղ կա հստակ խմբային շահ եւ այդ խմբային շահի հիման վրա այս մարդիկ փորձում են գործողություններ իրականացնել եւ այդ գործողությունների արդյունքում այդ խմբային շահը իրացնել։ Եթե ամփոփենք եկեղեցու շուրջ տեղի ունեցողը, այնուամենայնիվ եկեղեցու նորոգման process-ը կարող ենք ասել մասամբ ճանապարհին է եւ կամ ճիշտ ճանապարհին է, որովհետեւ ամեն դեպքում բոլորը կարծես թե վերջի շրջանում խոսում են հավատքից, գնում են եկեղեցի, պատարակների են մասնակցում ընդդիմադիրները մայրաթոռում, մնացած հայացքներ ունեցողները տարբեր այսպես եկեղեցիներում, այսինքն գործընթացը ինչ որ իմաստով կարծես թե զարթոնք է ապահովել։ Ես որպես քաղաքական գիտության մասնագետ երբևէ չեմ կարող գնահատել գործընթացը ճիշտ կամ սխալ, այլ բան ես կարող եմ ասել, որ գործընթացը գնում է ըստ քաղաքական գիտության կանոնների։ Կան երկու խմբեր, ինչպես նշեցինք, եւ երկու խմբերը քաղաքական առումով հարվածներ են միմյանց հասցնում։ Խմբերից մեկի դիրքերը շատ ավելի ամուր են, որովհետեւ այստեղ եւ իշխանությունը եւ հոգեվորական է ինչ-որ մի մասը, մյուսի դիրքերը թույլ են եւ ավելի են թուլանում։ Ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ գործընթացը կավարտվի ավելի թույլ կողմի պարտությամբ եւ դրանից հետո այդ բարենորոգման գործընթացը տեղի կունենա, որից հետո նոր կարողանանք գնահատել արդյոք այդ բարենորոգման գործընթացը բերեց
մեր ցանկալի արդյունքների, թե ոչ, որովհետև ի վերջո մեկ բան է կաթողիկոսի հեռացումը, որը բարենորոգման ծրագրի ամենախնդրահարույց կետն է, մեկ այլ բան է ամբողջ ծրագրի իրականացումը, որը կարող է տևել նույնիսկ տասնամյակներ։ Տեսեք, մենք կարող ենք նոր կաթողիկոս ունենալ 10 տարի հետո, 20 տարի հետո, երբ այդ ամբողջ գործընթացը ավարտին կհասնի, կարող ենք եւ ունենալ ամիսներ հետո կաթողիկոսի ներկա կաթողիկոսի հեռացումից հետո։ Միայն դրանից հետո կարողանանք գնահատել, թե արդյունքում բարենորոգումը բերեց եկեղեցու իր վիճակի եկեղեցում տեղի ունեցող բարքերի մաքրման եւ նոր իրավիճակի եւ հայ առաքելական եկեղեցու ավելի արդյունավետ աշխատանքի թե չբերեց։ Այսինքն Գարեգին երկրորդի գնալ չգնալու հարցը պարզապես ժամանակի հարց է, ճիշտ հասկացա։ Ես կարծում եմ, այո, Գարեգին երկրորդի գնալ չգնալու հարցը ժամանակի հարց է, եթե տեղի չունենան ինչ-որ շատ խոշոր աշխարհական իրադարձություններ։ Պարոն Ղևոնդյան, քանի որ խոսեցինք ընդդիմությունից, որը սիրում է պարազիտանալ ամենատարբեր հարցերի թեմաների շուրջ, դուք գիտեք, որ երբ օգոստոսի 8-ը ստորագրվեց, նույն ընդդիմությունը պնդում էր, որ դա չի բխում Հայաստանի շահերից, Ադրբեջանը ստանում է ամեն ինչ, Հայաստանը չի ստանում ոչինչ, եւ կամ դրանից շահում են բոլորը, Թուրքիան, Ադրբեջանը, բայց ոչ Հայաստանը, եւ նույն ընդդիմությունը, որը սիրում է պարազիտանալ, հաճախ այստեղ վերում է Ալիևի ամենատարբեր խոսույթները, ասում են, որ տեսեք Ալիևը խոսում է Զանգեզուրի միջանցքից, Ալիևը խոսում է, Ալիևը պահանջում է։ Հիմա Ալիևը իր վերջին հարցազրույցում մի ուշագրավ հայտարարություն է արել, որը ընդդիմության աչքից վրիպել է։ Ես մեջբերեմ, Հայաստանը կարող է դուրս գալ ներկայիս փակուղային վիճակից, Ադրբեջանի եւ Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն, Թուրքիայի եւ Հայաստանի միջև ճանապարհներ կբացվեն, Հայաստանը մուտք կունենա Իրանի երկաթուղիներ Նախիջևանի միջոցով, Ռուսաստանի երկաթուղիներ Ադրբեջանի միջոցով։ Այսինքն Ալիևը ըստ էության գալիս է հաստատելու, որ սրանից հավասարապես շահում է թե Ադրբեջանը, թե Հայաստանը եւ ասում է, որ այս դեպքում պարտվող կողմեր չկան, երկու կողմերն էլ ստացվում են շահեկան դիրքերում։ Հիմա ինչպես հասկանալ նախ ընդհանուր առմամբ Ալիևի այս հայտարարությունները, որովհետեւ նման կառուցողական Ալիև տեսնելն էլ է մեզ համար որոշակիորեն տարօրինակ եւ ինչու է սա վրիպել ընդդիմության աչքից։ Եկեք ուշադրություն դարձնենք, որ Ալիևի հայտարարությունը հետևեց անմիջապես Վենեսուելայում տեղի ունեցած իրադարձություններին, ինչը նշանակում է, որ Ադրբեջանում շատ արագ հասկանում են, թե գլոբալ մրցակցության գործընթացում որ կողմն է առավելություն ստանում։ Տեսեք, Վենեսուելան, որը մի պետություն էր, որը ուներ Չինաստանի եւ Ռուսաստանի համերապահ աջակցությունը, որևէ բան չկարողացավ անել, ես ավելին ասեմ, որևէ կրակոց չկարողացավ արձակել այն ժամանակ, երբ հարձակվեցին իր վրա։ Ինչ է ստացվում։ Ստացվում է, որ Բաքվում տեսնում են, որ այն կենտրոնը, որը առաջարկել է ինչ-որ բան, բացարձակապես կարող է հաշվի չնստել մնացած բոլոր կենտրոնների հետ։ Ինչը նշանակում է, որ Ադրբեջանից սպասումները պետք է արդարանան։ Իսկ Ադրբեջանի սպասումը մեկն է, որ օգոստոսի 8-ի համաձայնությունների համահունչ կգործի Ադրբեջանը։ Ալիևը շտապեց ինքն իրեն ապահովագրել, հայտարարելով, որ նա տեղավորվում է այդ օրակարգի մեջ, նա օգոստոսի 8-ի համաձայնությունների համատեքստում է։ Ինչ վերաբերում է մեր ընդդիմությանը, եկեք ես մի ծիծաղաշարժ բան եմ ցանկանում հիշեցնել, Դաշնակ պատգամավորը իր հարցազրույցներից մեկում, չեմ հիշում, որ հարթակում հայտարարում էր երկու բան։ Առաջին օգոստոսի 8-ը մեզ համար բացարձակապես պարտվողական է եւ բխում է միայն Ադրբեջանի շահերից, եւ երկրորդ Ադրբեջանը դա չի իրականացնել։ Անտրամաբանական է, որ որևէ բան, որը բխում է Ադրբեջանի շահերից, Ադրբեջանը չի իրականացնի։ Սա արդեն ցույց է տալիս ընդդիմության այդ հատվածի վերաբերմունքը ընդհանրապես գործընթացների նկատմամբ, այնպես որ այն, որ ընդդիմությունը որևէ հեղում չի անում եւ չի հիշատակում Ալիևի այս կառուցողական ելույթը, սպասելի էր։ Իրենց շահերից դա չի բխում, նրանք հողում չեն անում։ Վաղը եթե Ալիևը նորից կասի, նա անպայման կասի, որ Հայաստանը ագրեսոր է եւ այլն եւ Երևանը իրենցն է եղել։ Այսպիսի բաներ, ընդդիմությունը նորից հողում կանի դրան։ Ինչու Ալիևը անպայման կասի, սա էլ պարզաբան է, որովհետեւ այնուամենայնիվ այդ գլոբալ մրցակցությունը դեռևս չի ավարտվել, նոր աշխարհակարգ չկա եւ Ադրբեջանը փորձում է պատրաստ լինել բոլոր հնարավոր սցենարներին։ Ալիևը խոսել է նաեւ խաղաղության օրակարգի մասին, ասել է, որ 2025 թվականը շատ կարևոր տարի էր, քանի որ վերջապես Հայաստանը եւ Ադրբեջանը կարողացան ձեռք բերել խաղաղություն, իսկ այս տարի պետք է խնամեն այդ խաղաղությունը եւ այդ խաղաղությանը սովորելու տարի է 2026 թվականը, ասում է, որ մենք երկուսս սովորում ենք խաղաղությանը, այս նոր իրողությանը էլի նման կառուցողական Ալիևից պետք է վախենալ, զգուշանալ, թե իսկապես սա տեղավորվում է այդ խաղաղության գործընթացի մեջ։ Ալիևից պետք է զգուշանալ բոլոր դեպքերում, անկախ նրանից թե նա ինչ կասի կամ ինչ կանի,
որովհետև այսպես թե այնպես Ադրբեջանը մեծ բարեկամ պետություն չէ եւ նույնիսկ խաղաղության գործընթացը ավարտին հասցնելու եւ ամբողջական տարածաշրջանի բացման դեպքում Ադրբեջանը մեծ բարեկամ պետություն չի դառնալու։ Բայց զգուշորեն այդ հենց նույն զգուշությամբ առաջ ընթանալը անհրաժեշտ է եւ կարելի ասել միակ ճանապարհն է ներկա պահին Հայաստանի Հանրապետության պետականությունը, ինքնիշխանությունը պահպանելու համար, որովհետև ցանկացած սխալ քայլ կարող է բերել ուղղակի Հայաստան պետության կործանում։ Եվ Վենեսուելայում տեղի ունեցողը, քանի որ դուք էլ հիշատակեցիք այդ դեպքերը, տեսեք, Վենեսուելայում տեղի ունեցողը, Իրանում տեղի ունեցողը, այսպես կրկին ընդդիմությունը այստեղ բերեց այն խոսույթով, որ տեսեք, աշխարհում խաղաղություն չկա, գործում է ուժի լեզուն, հիմա որքանով եք դուք այսպես երաշխավորում, որ նույն թրիփը կյանքի կկոչվի կամ խաղաղության օրակարգը կյանքի կկոչվի, ինչին են միտված այս խոսակցությունները եւ արդյոք այս գլոբալ գործընթացները կարող են իսկապես հարվածել խաղաղության գործընթացին, թե հակառակը։ Որը մեկը որևէ բան երաշխավորել ներկա աշխարհում չի կարող։ Գործընթացները ընթանում են այնքանով, ինչքանով պետությունները կարողանում են ռեսուրսներ տրամադրել եւ այդ գործընթացները իրականացնել։ Եվ հենց այդ պատճառով Հայաստանի իշխանությունները պարտավոր են ուղղակի շատ արագ գործել եւ գործընթացները հասցնել իրենց տրամաբանական, ես չասեմ ավարտին, որովհետև ավարտին հասցնել այս գործընթացը հնարավոր չէ, նույնիսկ իմ գնահատմամբ այս իշխանությունների ժամանակաշրջանում չի էլ ավարտվելու այս գործընթացը, տասնամյակների գործընթաց է սկսել Հայաստանը, բայց հնարավորինս արագացնել դրանց աշխատանքը անհրաժեշտ է եւ լավ կլինի, որպեսզի Հայաստանի իշխանությունները օր առաջ սկսեն շինարարություն օրինակ գետնի վրա։ Մենք գիտենք, որ ամենայն հավանականությամբ մեկ ամսից մի փոքր ավելի հետո Հայաստան է ժամանելու ԱՄՆ փոխնախագահը։ Ես հույս ունեմ, որ դա հենց գործընթացների արագացման որոշակի խթան կհանդիսանա, եթե ստացվի եւ ինչ որ աշխատանքների արդեն մեկնարկի մասին հայտարարություններ լինեն նրա Հայաստանում գտնվելու ընթացքում, ապա սա եւս շատ կարեւոր խթան կլինի ընդհանրապես գործընթացների եւ խաղաղության օրակարգի հաստատման ճանապարհին։ Վենեսուելայում տեղի ունեցածը ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում գործընթացները գնում են իրենց տրամաբանական ավարտի ուղղությամբ։ Եվ այդ տրամաբանական ավարտը պետք է լինի նոր աշխարհակարգի հաստատումը։ Թե դա կլինի 1 տարվա ընթացքում, 5 տարվա ընթացքում, 10 տարվա ընթացքում, որևէ մեկը այս պահին այդպես հստակ կանխատեսել չի կարող, բայց Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ուղղակի պատրաստ լինել դրան։ Պարտավոր է պատրաստ լինել իր ենթակառուցվածքներով, իր սկսած աշխատանքներով։ Տեսեք, եթե Հայաստանի Հանրապետությունը ունենա բարձրակարգ երկաթուղային ճանապարհ, օրինակ Երասխից դեպի Գյումրի, ապա բացարձակապես կկորի հետաքրքրությունը Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցման վերաբերյալ։ Ընդ որում Կարս-Նախիջևան երկաթուղին չեն կառուցում Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց փողերով։ Կարս-Նախիջևան երկաթուղու համար գումարներ են ներգրավել Ասիայի զարգացման բանկից, Ճապոնիան որոշակի գումարներ խոստացել, որ կտրամադրի։ Եվ բնականաբար, եթե լինի երկաթուղի, որը լինի նույն որակի եւ կարողանա նույն թողունակություն ունենալ, ինչ ցանկանում են կառուցել, այլևս տվյալ պետությունների համար, քանի որ քաղաքական ենթատեքստ չկա, այլևս հետաքրքիր չի լինի գումարներ տրամադրել եւ գուցե Թուրքիան եւ Ադրբեջանը մեծ ցանկության դեպքում էլ չկարողանան իրականացնել այդ ծրագիրը։ Գուցե կարողանան, հարցը դրա մասին չի, հարցը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը իր տնային աշխատանքը պետք է կատարի։ Ես ողջունում եմ Փաշինյանի առաջարկը հարավկովկասյան երկաթուղիներին կանգնել 3 հիմնական հատվածները Հայաստանի երկաթուղային ցանցի Գյումրիում, Երասխում եւ Իջևանում, բայց շատ թերահավատ եմ առ այն, որ հարավկովկասյան երկաթուղիները այս աշխատանքը կատարելու է։ Հուսանք, որ Հայաստանի իշխանությունները կամք կդրսևորեն եւ չկատարելու դեպքում ուղղակի հարավկովկասյան երկաթուղիների փոխարեն մեկ այլ օպերատոր կլինի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարիչ։ Եվ խոսենք նաեւ Իրանի զարգացումներից, պարոն Ղևոնդյան, ինչ է կատարվում ընդհանուր առմամբ Իրանում։ Մենք տեսնում ենք, որ ցույցերը գնալով ավելի լայն աշխարհագրություն են ձեռք բերում, ավելի սաստկանում են, արդեն հաղորդվում է 29 զոհի, 1200 ձերբակալվածների մասին։ Գիտեք, Միացյալ Նահանգներից առաջին անգամ չէ, որ հայտարարում են, որ եթե ձեռք բարձրացնեն խաղաղ ցուցարարների վրա, իրենք պարզապես կմիջամտեն, լուրջ չեն նստելու, անգամ Միացյալ Նահանգներից այսօր հայտարարություն եղավ, որ Դոնալդ Թրամփը Բարակ Օբաման չէ եւ չի նստելու սպասի, թե ինչպես են սպանում խաղաղ ցուցարարներին, նա պարտադիր կմիջամտի եւ արդեն այդ օգնությունը պատրաստ է։ Նախ ինչ միջամտության ու օգնության մասին է խոսք գնում եւ նաեւ ինչ զարգացումների ու սցենարների սպասել, հատկապես այն համատեքստում, որ նաեւ աքսորիալ գահաժառանգն է հայտարարություն արել, որ պատրաստ է ստանձնել Իրանի ղեկավարի դերը։
Այո, հաշվի առնելով այն, որ Միացյալ Նահանգների նախագահ Տրամփն է, ես չեմ բացառում նույնիսկ ուժային միջամտությունը, առ այն, որ Միացյալ Նահանգները կարող է, ինչպես Իսրայելը Իրան 12-օրյա այդ պատերազմի ընթացքում կարող է նորից հարվածել Իրանին, բայց կարծում եմ մինչ այդ կան նաև այլ միջոցներ, որոնցից մեկը հենց նման հայտարարություններ անելն է, որոնց միջոցով Միացյալ Նահանգները փորձում է ազդեցություն գործել Իրանի գործընթացների վրա։ Շատ նման է նրան, որ Իրանում այս անգամ հեղափոխությունը հաղթանակելու է եւ Իրանում ռեժիմ փոխվելու է, իսկ դա բերելու է ոչ թե ուղղակի փոխված ռեժիմով Իրանի, դա բերելու է բացարձակապես այլ տարածաշրջանի։ Եվ այդ բացարձակապես այլ տարածաշրջանը նշանակելու է, որ Ադրբեջանի դերակատարումն է փոխվելու, Թուրքիայի դերակատարումն է փոխվելու, Հայաստանի եւ Վրաստանի դերակատարումներն են փոխվելու։ Իսկ դա հօգուտ մեզ է, հօգուտ տարածաշրջանի է։ Եթե Իրանում հնարավոր լինի ունենալ այնպիսի ռեժիմ, որը կխաղա արևմուտքի դաշտում Միացյալ Նահանգներ Չինաստանը գլոբալ հակամարտության մեջ, կարծում եմ դա հօգուտ մեզ կլինի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը արդեն այդ դաշտում է։ Եվ եկեք մեկ ենթադրություն էլ ես հայտնեմ, որը կարող է տեղ ունենալ, գուցե Ալիևի հայտարարությունը նաև փորձում էր տեղավորվել այս այլընտրանքային ապագայի մեջ, որովհետև եթե Իրանը դառնում է արևմտյան դաշտի խաղացող, ապա Ադրբեջանը ուզի թե չուզի պետք է լինի արևմտյան դաշտի խաղացող։ Եվ ստացվում է, որ Ալիևը ստիպված է լինելու կտրել այն բոլոր երկակի խաղի թելերը, որոնք մինչ այժմ նա պահում է։ Խոսքը թե Ռուսաստանի, թե Չինաստանի հետ հարաբերությունների մասին է, բայց այս թեման շատ երկար է, գուցե այլ առիթով ներկայացվի։ Եվ այժմ պետք է սպասել, հասկանալ, թե ինչպիսի զարգացումներ կլինեն։ Տեսնենք արդյոք Իրանում այս անգամ հեղափոխությունը կհաղթանակի, կարծում եմ բոլոր նախադրյալները կան։ Իսկ հայ-իրանական հարաբերությունների վրա տեղի ունեցողը կարող է որևէ կերպ անդրադառնալ կապված ռեժիմի փոփոխության հետ նաև։ Միայն դրական, որովհետև նախ ներկա իշխանությունները Իրանի, հատկապես կրոնական թևը, խնդիրներ է տեսնում տրիպի իրացման ճանապարհին, իսկ Հայաստանի Հանրապետությունը չունի այլ տարբերակ, քան տրիպը իրացնելն է, ինչպես ասացի, իր պետականության պահպանման տրամաբանության մեջ, նոր իշխանությունները, ովքեր ամենայն հավանականությամբ արևմուտքի դաշտում կխաղան, ընդհակառակը կլինեն այդ ծրագրի շահառու եւ այստեղ Հայաստանը կարող է շահել։ Շնորհակալ եմ, պարոն Ղևոնդյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի հայկական խորհրդի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Կհանդիպենք։